Ողջունում եմ բոլորին, այսօր 2-1 դասարանը ներկայացում է հետազոտական աշխատանք մասնագիտություններ թեմայով։ Ընտրվել են մի քանի մասնագիտություններ, երեխաները կատարել են ուսումնասիրություններ իրենց տրված մասնագիտությունների շուրջ, մասնագիտություններին համապատասխան այցելել են տարբեր վայրեր։ Առաջին խումբը, որ ձեզ ուզում եմ ներկայացնել, բժիշկներ, մասնագիտությունը բժիշկներ, խմբի հետ միասին այցելել ենք Միջամտական ռադիոլոգիայի կենտրոն, ծանոթացել բժիշկ Արամայիս Գաունյանի հետ։ Դավիթը այդ տեղերում այդ կանոնը քննարկում բժիշկ անստեզիոլոգ։ Դավիթը դիալոգի անստեզիոլոգ։ Բժշկությունը առաջացել է մեր թվարկությունից առաջ 3000-4000 թվականներին, երբ մարդիկ փորձում էին հասկանալ հիվանդությունների պատճառները։ Հիպոկրատը համարվում է բժշկության հայրը։ Հիմնական նպատակը մարդու կյանքի պահպանությունն է։ Սխալ որոշումը կարող է վտանգել մարդու կյանքը։ Բժիշկի աշխատանքը պահանջում է սառնազրկություն, ճշգրտություն և էթիկա։ Բժիշկները լինում տարբեր ատամնաբույժ, մանկաբույժ, վիրաբույժ, թերապևտ, սրտաբան և այլն։ Թերապևտ օգնում է մարդուն ընդհանուր հիվանդությունների դեպքում։ Ատամնաբույժ բուժում է մարդկանց ատամները։ Նյարդաբան օգնում է նյարդային հիվանդությունների դեպքում։ Վիրաբույժը կատարում է վիրահատություններ համապատասխան ոլորտում։ Սրտաբան բուժում է սիրտը։ Ես իմացա, որ բժիշկները ամենակարևոր աշխատանքն են անում։ Նրանք օգնում են մարդկանց առողջ մնալ և բուժում են տարբեր հիվանդությունների։ Առողջությունը նշանակում է, որ մարդը իրեն լավ է զգում, չի հիվանդանում, ուրախ է, ուժին է խաղալու, սովորելու և աշխատելու համար։ Որպեսզի առողջ լինենք, պետք է ունենալ լվան ձեռքերը և ատամները։ Զբոսնենք առողջ, ուտենք միրգ, բանջարեղեն, կաթնամթերք, քնենք ժամանակին և լավ հանգստանանք։ Զբոսնենք մաքուր օդին, վազենք, մարզվենք։ Բժշկության մեջ ամեն ինչ կարևոր է, սակայն ռադիոլոգների գործը ամենաարժեքավորն է, քանի որ ախտորոշում է հիվանդությունները։ Ռադիոլոգիան լայներն օգտագործվում է բժիշկների կողմից հիվանդությունները
ախտորոշելու, իրադարձությունները պլանավորելու, հետազոտելու և օրագայացություններ հայտնաբերելու համար։ Ռադիոլոգիան ամենազարգացող ոլորտներից է, այն մշտապես զարգանում է, հնարավորություն տալու փրկելու միլիոնավոր կյանքեր։ Բժիշկները օգտագործում են հատուկ գործիքներ հիվանդ ուսումնասիրելու համար։ Ստետոսկոպ սրտի և թոքերի ձայները լսելու համար։ Ջերմաչափ մարդու մարմնի ջերմաստիճանը չափելու համար։ Ներարկի դեր ներարկելու համար։ Շողաշեղբին վերքերի բուժման և կապելու համար։ Դեղերը օգնում են մարդուն, երբ նա հիվանդ է, բայց պետք է օգտագործվեն միայն բժշկի թույլտվությամբ, դեղեր սխալ օգտագործումը կարող է վնասել առողջությանը։ Այսօր մենք ձեզ մի շատ կարևոր դեղատոմս պետք է տանք։ Սա սովորական դեղահաբ չէ, այլ ամենաառողջարար դեղն է աշխարհում։ Այդ դեղը անվանում են ժպի։ Ժպի, որ 3 անգամ ժպտացեք, առավոտյան, կեսօրին և երեկոյան։ Հիմա եկեք բոլորս միասին ընդունենք մեր դեղահաբը։ 3, 2, 1, ժպտանք։ Եղեք առողջ և հորդանեք ձեր առողջության մասին։ Շնորհակալություն։ Հաջորդ մասնագիտությունը, որ ձեզ ուզում ենք ներկայացնել, երաժշտի մասնագիտությունն է։ Երաժիշտներ խմբի հետ այցելել են Քանաքեռի Անուշարվան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց։ Եվ այս մարդակույն մեր Երևանի համախոս տնող տարբեր ուշադրության պրոգրամներից հասարակ 1962 թվականին մեր երաժշտական դպրոցը վերանորոգվեց Անուշարվան Տեր-Ղևոնդյանի անվան։ Մեր քանակը շատերի մեր երաժշտական դպրոցում մատնում են գործիքային կատարողական արվեստի և իդրամի գործիքային բոլոր նվագարանները գրեթե։ Ո՞ր երաժշտական դպրոցն է ամենազանցը։ Ուպես չկա շնորհել մարդու դուսը հեշտ, կախված է աշակերտի ընդունակություններից։ Ո՞ր ներկայացնում եք։ Ինչ կարող եք գտնել։ Իհարկե կարող եք գտնել։ Դրանք և շրջանցական։ Դրանից նրանք սկսեցին հորինել իրենց սեփական ձայները, ծափ տալով, քարերով հառածելով կամ երգելով, այսպես առաջացավ առաջին երաժշտությունը։ Մարդիկ հասկացան երաժշտությունը կարող է ուրախացնել և միավորել բոլորին։ Ժամանակի ընթացքում ստեղծվեցին շատ գործիքներ, թե բոքսերին, լիրա և այլն, դրանք նվագողները համարվեցին երաժիշտներ։ Երաժիշտը այն մարդն է, ով ապրում է երաժշտությամբ, նա կարող է երգել, նվագել կամ ստեղծել նոր երգեր, նա սովորում է նոտաներ, գործիքներ և ամեն օր շատ է վարում։ Երաժիշտը աշխատում է համերգասրահում, դպրոցում կամ նվագախմբում։ Նոր երաժշտություն ստեղծում է կոմպոզիտորը, նա գնում է մեղեդիների, երգիչների և նվագախմբերի
կոմպոզիտորների համար, օրինակ Մոցարտը և Բեթհովենը հայերից, Արամ Խաչատրյանը, Արտո Պապաչյանը մեծ կոմպոզիտորներ են, նրանց երաժշտությունը մինչև օրս հնչում է ամբողջ աշխարհում։ Կան շատ երաժիշտներ, ովքեր նվագում են տարբեր գործիքներ, դաշնամուր, ջութակիթար կամ թավ, նրանք երկար տարիներ են սովորում լավ նվագելու համար, նվագող երգիչն իր ձեռքերով պատմում է երաժշտական պատմություն։ Երգիչները երաժիշտ, նա իր ձայնով է փոխանցում զգացմունքները, երգիչը սովորում է ճիշտ շնչել, բարձր կամ մեղմ երգել, նրա մասնագիտությունը շատ գեղեցիկ է, բայց նաև դժվար։ Քանդոդահար երաժիշտ է, ով նվագում է հայ ավանդական դարայի գործիք քանդոդ։ Կիթառահարը սկզբում պարզապես երաժիշտ է, ով մարդկանց ուրախացնելու համար նվագում է տոնական միջոցառումների ժամանակ։ Հետո հայտնվեցին մարդիկ, ովքեր ամբողջ կյանքը նվիրեցին կիթառին և սկսեցին սովորեցնել ուրիշների նվագել։ Ջութակահարը նվագում է ջութակ և հաճախ մասնակցում է նվագախմբերի կամ մենահամերգների։ Դուդուկահարը նվագում է դուդուկ։ Դուդուկահարը երաժիշտ է, ով նվագում է հայկական ազգային փայտե շնչային գործիք։ Դաշնակահարը նվագում է դաշնամուր և կարող է հանդես գալ որպես մենակատար կամ ուղղակի երաժիշտ։ Երաժիշտը մարդը խոսում է երաժշտության լեզվով։ Նա չի խոսում բառերով, այլ հնչյուններով։ Երաժշտությունը միավորում է բոլոր մարդկանց աշխարհում։ Այն ոչ միայն արվեստ է, այլև հաղորդակցության միջոց։ Եկեք սիրենք երաժշտությունը և գնահատենք երաժիշտներին։ Շնորհակալություն։ Հաջորդ մասնագիտությունը, որ ուզում ենք ներկայացնել, շինարարի մասնագիտությունն է։ Շինարարներ խմբի տղաների հետ միասին այցելել ենք Շին հրապարակ։ Ներկայացնում ենք շինարարի մասնագիտությունը, մեր խմբի անդամներ են Սերգեյ, Գարիկ, Վահագ, Արնո և Արեն։ Շինարարի մասնագիտությունը առաջացել է ավելի քան 5-6 տարի առաջ, բայց իր հիմնական ձևը դեռ գոյություն է ունեցել նախնադարյան դարաշրջանում։ Նախնադարյան ժամանակներում մարդիկ շինարարներին իրենց նրանք հայոց ճյուղերից և կավից կառուցում են խորտիչներ ու քարանձավային պատնեշներ, սա կարելի է համարել շինարարության առաջին ձևը։ Մեր թվարկությունից առաջ 4000-3000 թվականների շրջանում Եգիպտոսում և Շումերում աղթիկային մասնագիտացված վարպետներ են, որոնք զբաղվում էին տների, տաճարների, պալատների կառուցմամբ։ Այս շրջանում կարելի է ասել, որ շինարարների մասնագիտությունը ձևավորվել է որպես առանձին մասնագիտություն։
Եգիպտոսում շինարարները որդեզվող են այլ բարդատրվող վարպետներ, գտնվել են փաստեր, որ բուրգերի շինարարները ստանում են սնունդ կացարան և նաժան։ Քարերի տեղափոխելու գաղտնիքը ջրի ուժն է։ Եգիպտացի շինարարներ հարթակները թրջում են ջրով, որպեսզի քարեբլոկները հեշտ սահեն։ Ինժեներական հնարք։ Հայ շինարարներն նախտադարում արդեն տիրապետում են ճշգրիթչափման արվեստին։ Կարամուտու քարերի դիրքը հաշվարկված է աստղերի շարժման համաձայն, իսկ դա հազարավոր տարիներ առաջ էր։ Վարպետ Մոմիկան հայ մեծ շինարարը ասում է, քարը խելացի եթե լսես նրան, ինքը կասի, որ տխրում նրա խաչքարերը մի ամբողջ բաղնություն է մեկ քարե տախտակի վրա։ Մշտադարյան շինարարները հաճախ էին օգտագործում գաղտնի նշաններ իրենց ստորագրելու համար, դրանք կարելի է գտնել եկեղեցիների կանոնների անկյուններում։ Այսօր շինարարների ամենամեծ բանակը Չինաստանում է։ Տարիների ընթացքում այնտեղ աշխատում էր ավելի քան 50 միլիոն շինարար։ Հայ հայտնի շինարարի ճարտարապետներից Գևո Քոչարը կառուցել է Մատենադարանը։ Սպենդարյանի օպերայի շենքի նախագծման խմբում է աշխատել։ Դրդը ճարտարապետ 10-րդ դարի վերակառուցել է Պոլսի Սուրբ Սոֆիա տաճարի գնետը և կառուցել անիմայր տաճարը։ Մոմիկ վարպետ 13-14-րդ դար շինարար քանդակագործ և մանուշյանը կարիճ կառուցել են Հարավանքի վանքը և բազմաթիվ խաչքարեր։ Ալեքսանդր Թարմանյան 1878-1936 Հայաստանի գլխավոր ճարտարապետը կառուցել է Երևանի գլխավոր ատակագիծը, օպերայի թատրոնը, կառավարության շենքը և բազմաթիվ շինություններ։ Շինարարները առաջինն են հասնում աշխատանքի տեղի և վերջինը հեռանում։ Նրանք է դնում քաղաքի կյանքի հիմքը մինչև որ Վենետի գալը։ Շինարարական հիմնական գործիքներից են բուրջ, մալա, սանտիմետր, սվոտ, ձեռքի շապակ, հարթաչափ և այլն։ Եվ ուզում ենք ձեզ ներկայացնել մեր կողմից պատրաստված նորակառույց փոքրիկ թաղամասի մակետը։ Ապրեք, շնորհակալություն։ Մենակ որ գնացել էին երեխեք հետ շինարարություն, ինչ էին անվտանգության բանով գլխարկ տվել երեխեքից։ Շինարարությունը Ինչպես արդեն երևի հասկացաք, հաջորդ մասնագիտությունը, որ ուզում ենք ներկայացնել, հացթուխի մասնագիտությունն է։ Նրանց հետ երեխաների հետ միասին այցելել են Քանաքեռի հացի թռերից մեկը։
Շուտը ամբողջ արևը լուծի աչի բույրով, թանացի բույն այնքան աչելի է, որ բոլորը ուզում են մի կտոր համտեսել։ Հացը շատին սնունդ է, մարդիկ հաց են թխում արդեն հազարավոր տարիներ, առաջին հացը պատրաստել են հացը հատիկից և ջրից։ Նրան խառնել են և թխել կրակի կամ տաք քարերի վրա։ Հետո մարդիկ սովորել էին ավելացնել խմորիչ, հացը դարձել է փափուկ և շատ հմուտ։ Հացթուղի աշխատանքը դժվար է, բայց նա այն անում է սիրով, նա գիտի, որ իր պատրաստած հացը մարդկանց ուրախություն է բերում։ Այն մեզ ուժ և էներգիա է տալիս։ Ես շատ եմ հարգում հացթուղներին, որովհետև նրանք այսօր էլ աշխատում են, որ մեր սեղանին միշտ թարմ տակ հաց լինի։ Հացթուղը թխում է մատնաքաշ, թխում է երիցուկի հաց, թխում է բատոն, թխում է քարե հաց, թխում է լավաշ, հացթուղը թխում է պուրի հաց և շատ ու շատ տեսակի։ Շատ ապետ, շնորհակալություն։ Հաջորդ մասնագիտությունը դերձակի մասնագիտությունն է։ Այս խմբի հետ միասին այցելել ենք Հանաքեռի կարի ֆաբրիկա։
գեղեցիկ և օգտակար, կարը սովորեցնել համբերատար և ստեղծագործ, դեռ քարեդարից մարդիկ կենդանիների մաշկերը իրար են նյարդում, փշերով կամ ոսկորի ասորներով, հագուստ ստանալու համար, որը պաշտպանում է ցրտից, քամուց և անձրևից։ Եգիպտոսում, Միջագետքում և Չինաստանում կարծեվը դարձել էր արվեստ։ Մարդիկ օգտագործում են բուրդ, մետաղ, բամբակ, հունավոր խելեր։ Միջնադարում այս արհեստը զարգացավ Եվրոպայում, որտեղ ձևավորվեցին վարպետ կարեր և ձևարարներ։ Այդ ժամանակ ձևավորվեց նոր հասկացություն, նորաձևություն, որը կարծեվի գլխավոր ուղղությունն է, և այս ստեղծում են գեղեցիկ հագուստ կտորից և թելից։ 1846 թվականին հայտնագործվեց կարող մեքենան և սկսվեց հագուստի զանգվածային արտադրությունը։ 20-րդ դարում Փարիզը դարձավ նորաձևության կենտրոն, օրինակ հայտնի դիզայներներից է Կոկո Շանելը։ Այսօր կարուձևը դարձել է ոչ միայն արհեստ, այլև արվեստ։ Կարը շարունակում է զարգանալ նաև մեր օրերում։ Հայաստանում կարի ու ասեղնագործության պատմությունը նույնպես հին է։ Կանանց ձեռագործույն ու հայկական տարազները պատրաստվում են մեծ նրբությամբ և խորհրդանշական նախշերով։ Օրինակ Վանում, Շիրակում և Արցախում կարի ձևերը տարբեր էին։ Այսօր այն Հայաստանում հայկական ավանդույթները համադրում են ժամանակակից նորաձևության հետ։ Կտորներ լինում են բարակ, հաստ, փափուկ, կոշտ, կտոր այն նյութն է, որով կարում են հագուստամ են կտորների գույնը և թելը։ Կարի արհեստը ծառայում էր երկու հիմնական նպատակի՝ եկեղեցական կար, ասեղնագործում ասիփապատկերներ, և ազնվական կար կարում էր հագուստ ազնվականների համար։ Օրինակ Վանի կարը պատրաստվում է կոճակակարերի եզերը մշակելու համար։ Թելերը լինում են տարբեր գույնի և հաստության։ Շնորհակալություն ուշադրության համար, մենք նույնպես կուզենայինք իմանալ գեղեցիկ կարեր։ Շնորհակալություն ձեզ։ Եվ վերջին մասնագիտությունը, որ ուզում ենք ներկայացնել, նկարչի մասնագիտությունն է։ Այս թիմի հետ միասին եղել ենք Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի դպրոցում։ Եթե օրինակ ջրաներկով նկարում եք, ուրիշ ջրաներկը շատ դուրս չեն կարող երթվարել։ Հենց եթե օրինակ կապույտ երկինք ունեն, հենց այդ նոր կապույտը վերցնում են, շատ հավանացի դնում են։ Ինչպես է Սկսում եմ տեղադրել։ Ինչ խորհուրդ կտայիք սկսնակ նկարիչների։ Որ ինչ որ անում ես, սիրով անել։ Եթե սիրով չարեցի, կարող Ամենադժվարը հենց այն է, ինչ որ մենք ասում գեղարվեստություն կառուցումը և լուսինների աշխատանքը։ Ինչ եք սովորել նկարչության մեջ տարիների ընթացքում, որ նկարիչներ են ազդել ձեզ ստեղծագործական գործի վրա։ մանրանկար ժամանակ կոնկրետ ասեմ, քրոստոսների աշխատանքները Դե կողմեն ցուցարել դերաշվայց ցանկացած վայրենգավոր տնտեսներ։ Ոյ, սիշարստացիք։ Երազանքների կացը։ Երևի տարիաչ։ Որն է նրա առաջին նկարը, որը հիշում եք։ Առաջին կարը, ապուշի նկարը։ Թուղթը դնում է սկրել կքսած լիրորումի վրա, նծում է կեսները, բացը շատացում է, և նկարս է, տպա, լուսակարի սրը բրը։
Բարև ձեզ, եթե կարողանայիք, բարև ձեզ, մենք ցուցադրում ենք նկարիչներ մասնագիտությունը, մեր խմբի անդամներն են Ստելլան, Էմիլի, Մարիան, Մարգարիտան և ես, Արենտը, նկարչությունը առաջացել է դեռևս քանի տարում, երբ մենք փորձել պատկերել շուտ եղած աշխարհը։ Սկզբում մարդիկ նկարում էին քարերի, քարանձավների, ժայռերի վրա, օգտագործելով բնական ներկեր, հող, ածուխ, բույսերի հյութեր։ Նկարչությունը ունի մի քանի ճյուղեր, որոնք տարբեր են իրենց նյութերով և կիրառությամբ։ Նկարչության գլխավոր ճյուղը գեղանկարչությունն է, որտեղ նկարիչը գույների օգնությամբ պատկերում է աշխարհը կտավի կամ թղթի վրա։ Գրաֆիկան ստեղծում է գծով, մագնիտով, գրիչով կամ ածուխով։ Դեկորատիվ կիրառական արվեստը նպաստում է առարկաների գեղեցկացման օրինակ գոգերի, սպասքի կամ հագուստի զարդարանքում։ Ժամանակակից աշխարհում զարգացել է նաև թվային նկարչությունը, որտեղ ստեղծագործություններ արվում են համակարգչով կամ պլանշետով։ Հայ ժողովուրդն ունեցել է մեծ նկարիչներ, Մարտիրոս Սարյանը հայ բնության և կյանքի մեծ նկարիչներ, նրա նկարները լի են արևով ու գույներ։ Հակոբ Քոչարյանը, Էդուարդ Իսաբեկյանը և Գրիգոր Խանջյանը նույնպես մեծ ներդրում են ունեցել հայկական կերպարվեստում։ Մանրանկարչությունը նկարչության մի ճյուղ է, որտեղ ստեղծվում են փոքր չափի, նուրբ և մանրամասն նկարներ։ Այս ապահովում է ձեռագրերի, գրքերի և մատյանների էջերի վրա զարդարելու և պատկերավոր դարձնելու համար։ Նկարիչները աշխատում են գուաշով, ջրաներկով, յուղամագնիտներով, վիտրաժային ներկերով, որոնցով նկարում են ապակու վրա։ Աղիլային ներկերով, որոնցով նկարում են կտորի վրա։ Շնորհակալություն, նստեք։ Ճիշտ է, մասնագիտությունները շատ են, բայց մենք ընտրել էինք ընդամենը 6 մասնագիտություն։ Երեխաները խոսեցին իրենց մասին։ Մի մասնագիտություն էլ կա, որ մարդու կյանքում շատ կարևոր է։ Դա ուսուցչի մասնագիտությունն է։ Բայց այդ մասնագիտությունը ներկայացնելու է ոչ թե դուք, այլ ներկայացնելու է ձեր ուսուցիչները։ Համեցեք։ Բոլոր մասնագիտությունների հիմքում ընկած է ուսուցիչը։ Եթե չլիներ ուսուցիչը, նկարիչը չէր կարող սովորել նկարել, բժիշկը չէր կարող սովորել բուժել, շինարարը շինարար դառնալ, երաժիշտը երաժիշտ։ Ուսուցիչը գիտելիքի սերմնացան, որի սրտի ջերմությամբ սերմանում է մանություն և իմաստություն։ Գիտելիքը լույս է, իսկ ուսուցիչը այդ լույսը տարածողը։ Եվ եթե չլինեին ուսուցիչները, մենք չէինք կարող գրել, կարդալ, հաշվել և ճանաչել աշխարհը։ Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է իր ուսուցչի։ Հզոր է այն ազգը, որն ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը հոգի և բարձր արժեքամակարգ։ Ուսուցիչը միշտ ձեր կողքին է, օգնելու, երբ դժվար է, աջակցելու, հոգ տանելու, երբ դրա կարիքը կա։ Առանց ուսուցիչ ոչ մեկ չէր սովորի իր գործը, չէր ճանաչի մասնագիտությունները, որովհետև ուսուցիչը այն մարդն է, որը բացում է գիտելիքի դռները։ Այսքանը մեր հետազոտական աշխատանքն ավարտվեց, ես հուսամ իմ երեխաները ինչ մասնագիտություն են, որ իրենց կյանքում կընտրեն, լինեն լավ մասնագետներ։